Պաստորը դուք ասում եք, որ պլան են դրել դուք ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող պլան դնել։ Դատարան առաջարկում է օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այսօրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարվա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի քննված լինի։ Դուք ասում եք ստացել եք շրջադերական, ես առաջ անգամ եմ լսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Շրջադերականով չեն Իսկ միշտ թվացել է, թե դատարան օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերական կարող օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերն ասում են, բավականին ես կազալ։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս այլիճում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջ անգամ Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով եք առաջնորդվել։ Ասել եք կա շրջաբերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետներ։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասել ողջամի ժամկետը։ Որն է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկապ, անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալ, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ, սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բարեմությունը անձնավորված է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի կոպիտ ասած ինձ պատի կալանքի տակ։ Նպատակը սա է։ Սա բան է արիերևույթ, ակնհայտ բան։ Դատարանի ցանկացած խոսք միանգամից այդ տեսանկյունից եք նայում, որ դատարանի ժամանակացույցն է հրապարակում, թե դատական նիստերը Դուք նույն աչքերով եք նայում։ Եթե դուք իմ տեղում լինեիք, նույն աչքերով եք։ Եթե դուք ամենայն դեպս նախագահ դատավորի գործողություններում կողմնակալություն կամ ոչ օրենքին համապատասխան գործողություններ նկատեք, վստահ եմ համապատասխան փուլում կամ ցանկացած փուլում դատավորի կարող է բացարկել, պարոն Քոչարյան։ Դատարանը ընդամենը կողմերին տեղեկացրեց, որ մենք ամիսը 1-2 դատական նիստեր նշանակել։ Արդյունավետ դատալսումներ չենք կարողացել ամենայն դեպս անցկացնել։ Հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, ուղղակի սա բան է, մի քիչ ներածական բան է։ Հիմա շաբաթական 4 նիստ 2 ժամանոց կամ 2 նիստ 4 ժամանոց։ Դա նույնն է, թե նույնը չի։ Ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։ Դրան գումարվում է ուղղակի մեզ այս բոլորի ստեղ գալ գնալը, մի ժամ ես օրինակ իմ համարիսակովից պետական ծառայությունով, բանով Տիկնապահներով Ես հիմա ասում եմ ձեզ, եթե ձեզ մտահոգում է ողջամտության խնդիրը, հիմա 4 ժամ, 4 նիստ 2 ժամ, 2 նիստ 4 ժամանոց։ Նույնն է։ Հիմա այդ շրջադերականը ինստիտուցիան չի կոպիտ ասել դատարանի։ Պարոն Քոչարյան, դա քննարկելու ենք։ Եթե կողմերը առաջարկել պայմանականորեն, որ ամիսի 3 նիստ անցկացնենք, բայց օրինակ կառավարության 11-ից մինչև 17:00 3 ընդմիջումով պայմանական, եթե մենք շարունակենք գործի քննությունը։ Դա ևս ողջամի առաջարկ կլինի եւ քննարկի դատարանի կողմից։ Հիմա դուք միանգամից դատարանը կողմերին դերական մենք ունենք գործի ողջամի ժամկետ քննելու ավարտելու օրենսդրական Որոշում եք ես այս աշխատանքի կամ այդ դատական։ Պարոն համար հասկանալի է։ Յուրաքանչյուր անգամ կարծում եմ անհրաժեշտություն չկա, որ դատարանը հիշեցնի, որ կան պարտականություններ դատավարության մասնակիցների կողմից, որ պետք է պարտականությունները կատարեն։ Որքանով այդ պարտականությունները այդ կարգավիճակը կրել է եւ ըստ այդմ պարտականությունները կատարել է ցանկալի է, ցանկալի չէ, այն դատարանը պետք է քննի, ծայր է քննություն, որ 3 հատորը պետք է ուսումնասիրի, համադրի եւ հաջորդ դատական նիստին համապատասխան որոշում կայացնի։ Դա ևս քննություն է։ Հասկացա, դատարանը գնա իր աշխատասենյակ համադրի, հաջորդ դատական նիստին կա եւ հրապարակի ընդունում է կամ չի։ Եթե ընդունեց կամ եթե չընդունեց, համապատասխան փուլում կկայացնի համապատասխան որոշում։
Դատարանի նախորդ որոշումը առանձին փաստաթղթի ձևով տրամադրեց ինչի համար, որի պարտականությունը չուներ, որ տարա մեկնաբանության տարան տեղի չտա։ Եթե դատարանը ընդունի պայմանականորեն, յուրաքանչյուր անգամ չկրկնենք, եթե դատարանը պայմանականորեն ընդունի, մենք պետք է քրեական դատավորության օրենսգրքում սահմանված կարգով անցնենք հարցերի քննարկման, նախնական դատադասների ընթացքում սահմանված հարցերի քննարկման։ Հիմա այդ հարցերի քննարկման առաջի կետում նախագահ դատավորին բացառք կհայտնեք եւ գործը պայմանականորեն կմակագրվի, դատավորն ինքնաբացարկը կընդունի այդ դատավորի, դա եւս ընթացք է։ Եթե հաջորդ կետին ընդդատության հարց կքննարկվի, կորոշվի, որ դատարանը այս քրեական գործը պայմանականորեն պետք է քննի այլ մարզի այլ դատարան, դա եւս քննության ընթացք է։ Դրան հաջորդողը գալիս է քրեական հետապնդումը դատարեցնելու վարորդը կարճելու հարցի քննարկումը։ Եթե լինեն համապատասխան միջնորդություններ, որոնք այդ պահին հնարավոր կլինի քննարկել, լուծել եւ համապատասխան որոշում կայացնել, կամ միջնորդությունը հետաձգել, դա եւս պարոն Քոչարյան, պետք է մենք քննենք, առաջ շարժվենք, որպեսզի հասկանանք, որ կետում դատարան ինչ որոշում կկայացնի, ինչ որոշում կայացման համար բավարար թե ապացույցներ կլինեն, թե հիմքեր